Գիշերի մաֆակումբը և Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում։ Երբ մեկ վայրում հավաքված են 10 անհատ, ովքեր պիտի անեն ամեն ինչ, որպեսզի համընկնեն ցանկություններն ու հնարավորությունները, որովհետև այդպես են պարտադրում ամբիցիաները, հանուն հաղթանակի, հանուն միայն հաղթանակի, ուրեմն մաֆիան քաղաքում։ Կրկին բարի երեկո սիրելի տիկնայք եւ պարոնայք, եւ կրկին ես Արտյոմ Մարկոսյանս ազդարարում եմ մեր հերթական խաղի սկիզբը։ Հերթական անգամ մաֆիան քաղաքում է եւ հերթական անգամ ողջունում եմ իմ հրաշալի ընկերներին, բարեկամներին, ձեր կողմից շատ ու շատ սիրված մարդկանց։ Ողջույն սիրելի մասնակիցներ, ողջույն իմ լավ բարեկամներ։ Բարի երեկո բոլորին, բարի խաղ բոլորին, հուսով եմ բոլորդ հիշում եք կանոնները, գիտեք կանոնները, հուսով եմ բոլորդ գիտեք, որ այս մրցաշարի ավարտին լինելու է հաղթող, անպայման լինելու է հաղթող, որովհետև այդպես է լինում ընդհանրապես յուրաքանչյուր մրցաշարում, սակայն այստեղ հաղթողը արժանանալու է շատ հետաքրքիր մրցանակի, ինչպես նաև մրցանակների են արժանանալու երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած խաղացողները, բայց ձեռնունայն չեն լինի բոլոր մնացած մասնակիցները, այնպես որ այստեղից ոչ ոք ձեռնունայն չի հեռանալու։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում, 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղղակի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ և դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների և աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը, LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ և բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ և ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet,
Որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը։ Երեք 379 գարեջուր։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Կանոնները հիշում եք։ Այ եկեք ստուգենք, եթե հիշում եք բոլոր կանոնները խաղի, այ հիմա ըստ մաֆիայի կանոնների, ովքեր են կողմ, որ քիչ հետո խաղը սկսեն։ Դե, տեսնում եմ, թե ինչպես եք հիշում կանոնները, հուսով եմ խաղի ընթացքում կհիշեք, եթե դուք պատրաստ եք, Լիկա ջանս, եթե մենք պատրաստ ենք, իսկ մենք պատրաստ ենք, շատ լավ, ուրեմն գիշեր։ Խաղին մասնակցում են 10 մասնակից։ Նրանցից 7-ը կարմիր են, 3-ը սև։ Կարմիրների ղեկավարն է շերիֆը, սևերինը Դոնը։ Առաջին գիշերը բոլոր մասնակիցները ընտրելով խաղաքարտ ծանոթանում են իրենց դերին։ Խաղաքարտին ծանոթանալուց հետո արթնանում են 3 սևերը։ Դոնի գլխավորությամբ ծանոթանում են միմյանց հետ եւ Դոնի նշանով որոշում են հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Ամեն գիշեր Դոնը իրավունք ունի փնտրել շերիֆին։ Ստուգման հնարավորություն ունի նաեւ խաղի շերիֆը, բարձելով կասկածյալի գույնը։ Ցերեկային փուլում յուրաքանչյուր խաղացող ունի 1 րոպե խոսելու ժամանակ, որի ընթացքում նա պետք է արտահայտի իր կարծիքը այլ խաղացողների վերաբերյալ։ Համար 1։ Հաղթանակին եմ տրամադրված, նախորդ խաղը պարտվել ենք, ես ուզում եմ այս խաղը կրենք և մենք կրելու ենք այս խաղը, ես վստահ եմ։ Համար 2։ Հուսով եմ այս խաղը կարմիրները կհաղթեն, քանի որ ինչպես նայում ենք բոլոր խաղերը մեծամասամբ սևերն են հաղթում։ Ես ինքս սիրում եմ սև խաղալ, բայց եթե կարմիր եմ ընկնում, ինձ համար շատ կարևոր է շերիֆի խաղը, որովհետև շերիֆն է տալիս հենց ուղղվածությունը, թե ինչպես շարունակենք։ Շերիֆի վատ խաղի պատճառով միշտ կարմիրները պարտվում են։ Համար 3։ Լավ տրամադրվածություն ունեմ, կարծում եմ թե լինեմ կարմիրների թմից, թե սևերի թմից, մենք հաղթանակ կտանենք, տեսնենք ոնց կստացվի։ Համար 4։ Ես միշտ կողմնակից եմ եղել, ոչ թե որևէ կոնկրետ գույնի, այլ լավ հետաքրքիր խաղի։ Մարտական եմ տրամադրված, հետաքրքիր կուզեմ, իհարկե հաղթանակ ունենամ, տեսնենք ոնց կստացվի։ Համար 5։ Ինչպես բոլոր մարզիկները, այնպես էլ ես եկել եմ, որ հաղթեմ, բայց ինչ էլ որ լինի, ես չեմ տխրի, կասեմ, որ եթե պարտվեմ էլ, կասեմ, որ մասնակցությունը ամենակարևորը։ Համար 6։ Վստահ եմ, որ հաղթելու եմ, ցանկալի կլինի, որ քաշեմ կարմիր խաղ, որտեղ կարմիրներով ավելի լավ եմ խաղում և ավելի վստահ եմ խաղում, բայց սև էլ վատ չենք խաղա։ Համար 7։ Տեսնենք ոնց կլինի մի քիչ այս անգամ շատ են տենց լավ սև խաղացողները, դժվար է լինելու, չգիտեմ, տեսնենք։ Համար 8։
Շատ լավ տրամադրությամբ եմ եկել, հուսով եմ, որ կհաղթենք։ Շատ եմ ուզում սև ընկնեմ այս անգամ, փորձեմ ինձ սև խաղացող։ Համարինը այսօրվա խաղից նույնպես ունեմ ակնկալի խաղ հաղթելու, ուզում կարմիր խաղակարդ քաշել եւ միանշանակ հաղթենք սևերին։ Համար 10։ Ես անկեղծ ասած միշտ սիրում եմ սևերի խաղը։ Հուսով եմ, որ ինձ կլինի սև խաղակարդ, սևի թիմը կլինի լավ ուժեղ պատրաստված թիմ եւ սևերով կհաղթենք։ Շնորհակալություն, խաղաքարերը բաժանված են, արթնանում են սևերը։ Սա խաղում միակ գիշերն է, երբ սևերը միաժամանակ արթնանում են։ Սևերը կարմիրներին հեռացնում են ամեն գիշեր, թիվ ցույց տալու միջոցով։ Բոլորը պետք է ցույց տան նույն թիվը։ Ուզում եմ անձամբ տեսնել շերիֆին։ Շնորհակալություն։ Առավոտ։ Բարի լույս, բարի առավոտ բոլորին։ Դե ինչ բոլորիդ թարմ առավոտյան դեմքերով զմայլվում եմ, դեռևս թարմ, դեռևս ուրախ, դեռևս դրական։ Համար 1։ Ողջունում եմ բոլորին։ Այստեղ երևի չեմ խաղացել համար 7-ի եւ 10-ի հետ, ուրախ եմ շատ։ Մաղթում եմ մեզ հաղթանակ, կարմիրներով կրենք, հաղթենք եւ հնարավորին չափ չբռնել մահանաներ, ոնց եղավ նախորդ բանին համար 3 ջան։ Ինչ որ շատ տարօրինակ եք ժպտում այս անգամ, այն անգամ կարմիր եք, այս անգամ սևի ժպիտ եք, բայց դա կակտա ես ասում եմ, վերցնում եմ բանի էլի։ Օրինակ համար 8-ը կարա շատ հետարքի գույն լինի, ոչ սև, ոչ կարմիր։ Չնայած կարմիրը հակել, ես կարմիր խաղացող եմ, վստահ եմ, որ պիտի կրենք այս խաղը, գոնե հանգիստ աշխատանքի գնա։ Պասվարքյան։ Ներվերից չկայքայվի։ Ցանկալիա չդնենք տեխնացիոն առաջի ցերեկը, ինչ սիրած բանն է։ Համար 4-ի հետ կուզեմ խաղամ։ Ժամանակ, շնորհակալություն համար 1։ Համար 2։ Ողջունում եմ բոլորին, այստեղ համարյա բոլորի հետ առաջին անգամ եմ խաղում, դրա համար հնարավորինս ուշադիր կլինեմ, որպեսզի կարողանամ հաջորդ շրջանին արդեն տեխնացություններ դնել։ Համար 1-ի մասով ոչ մի ինչ-որ կասկած չկա սևի այս պահի դրությամբ, իհարկե եւս մեկ անգամ խոսելիս ավելի པարզ կհասկանանք, բայց համաձայն եմ համար 1-ի հետ տեխնացություն չդնելու մասով, իսկ եթե տեխնացություն ունենանք, համար 10 ջան ճիշտ կիսես, որ հստակ կարողանանք քվեարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 3։ Բարև բոլորին։ Էլի կարմիր խաղացող եմ, նու տենց տեքստեր չասեմ բան, ալ կարմիր խաղացող եմ այս անգամ։ Համար 1-ը շատ լավ բացում արեց, 2-ը շատ լավ խոսաց, իմ համար շատ լավ էր, այսպես որպես կարմիր բավարարված եմ ձեր խոսքից, համար 1, համար 2, համար 4-ը շատ լավ խաղաց նախորդ խաղը, կարմիր լինելով, բանական էլի, մարդը ինչ-որ ասում է, խոսում է, կամ ինչ-որ տեխնացիոն կամ ինչ-որ բան դնում է, ինձ կարում եմ բացատրի, ճիշտ ամեն ինչը տանի, կփորձեմ խաղալ համար 4-ի հետ, հեսա իր խոսքն էլ անպայման կլսեմ։ Այդքանը, փաս։ Շնորհակալություն, համար 4։ Բոլորին ողջունում եմ, հետաքրքիր խաղ եմ մաղթում, կարմիր եմ, միանշանակ համարության։ Չեմ կարծում, որ տեխնացիոն դնելու կարիք կա, որտեղ հիմնականում առաջին ցերեկը դուրս է գալիս կարմիր, այդ մեր կարմիրների թեթև ձեռքով դուրս է գալիս կարմիր, կարծում եմ երևի չպետք է դրվի ու ոչ էլ 10-ին հնարավորություն տվացվի կիսելու կամ ինչ-որ բաներ անելու։ Մի դրեք, ընդհանրապես խոսենք, ճանաչենք, վաղը երևի թե ավելի པարզ կլինի։ Ես կարմիր խաղացում եմ համար 1, եթե կարմիր ես։ Հիշում ես փոքր ժամանակն ասում։ Ու կարմիր եմ, համար 8։ Եթե դու ծև չես։ Ճիշտ ես ասում։ Ինձ երբի չես խափում։ Վերջ, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 5։ Շնորհակալ եմ, ողջունում եմ մասնակիցներին։ Մասնակիցներ կան, որ խաղի ոճելաձևը ծանոթ է ինձ, անցած խաղի համար մեր 4-րդ համարին չհավատացի կարմիր լինելով, հուսամ այս անգամ կարմիր կլինես ոնց որ ես եմ կարմիր։ Հիմա կծանոթանամ մյուս մասնակիցների հետ եւ
կասեմ ովիշ գույնը։ Շնորհակալ եմ, փաս։ Շնորհակալ եմ, համար 5, համար 6։ Ողջունում եմ բոլորիդ։ Ինձ համար մեծ պատիվ է, այսպիսի հետաքրքիր մարդկանց հետ նստել մեկ սեղանի շուրջ եւ վայելել խաղը։ Բացի այն, որ հաճելի է, նաեւ ուզ կուզենայի, որ կարմիրներով մենք հաղթեինք։ Ամեն դեպքում համար 4 ջան, կուզենայինք, որ մի փոքրիկ կուզենայի օրինակ լսեինք համար 1-ին, որովհետեւ համար 1-ը ինքը շատ գեղեցիկ խոսեց, շատ լավ խոսեց, բայց որպես խաղի հետ կապված լսելով բոլոր մեր 9 մասնակիցներին կարելի է կարծիք ասել, ուղղակի մի այսպիսի մի բան, եթե մենք որևիցե մեկի քվեարկությունը չդնենք արդյոք, այդ ճիշտ կլինի ու հանկարծ այնպես, այսինքն բացարձակ ոչ մեկին չդնենք։ Եկեք այդպես խաղանք, ես համամիտ եմ, եկեք ոչ մեկին չդնենք, այլ որ համար 10-ի վրա էլ ավելորդ բարդություններ չլինեն, մյուս գիշերվանից ավելի հետաքրքիր խաղ սկսենք։ Փաս։ Շնորհակալություն։ Համար 7։ Ողջունում եմ, սիրուններ ջան։ Ես այսօր լավ տրամադրությամբ եմ։ Եկեք նախքին ներկա չխառնենք, նախքին խաղ, ներկա խաղ։ Ճիշտն ասած չեմ խաղացել այստեղ ոչ մեկի հետ։ Սա առաջին անգամն է։ Եթե ես դեռ 4-ին չգիտեմ ու ես կարմիր խաղացող եմ ու դեռ 4-ը չի խոսել, դու նախքին խաղերից ելնելով, դու ասում ես խաղում եմ համար 4-ի հետ։ Այդ մի հատ տրամաբանական փաստ 1, երկրորդը սևերը միշտ ավելի նյարդային են լինում եւ քանի որ լավ տեխնատություն չենք դնում, ես մի քիչ հակված եմ նրան, որ երեքը ինչ որ գույն ունի։ 10 վայրկյան։ Այո։ Եվ նաև կողքից 8 համարը շատ երջանիկ է, միշտ մարդիկ սիրում են սև խաղալ։ Ես կարմիր եմ։ Լիովին կարմիր եմ։ Շնորհակալություն։ Համար 8։ Ողջույն սիրելիներս։ Քանի որ համար 7 ջան խոսեցիր անցած խաղից, ես անցած խաղում կարմիր եմ եղել եւ պարտվել եմ համար 4-ին, կողքը լինելով նստած։ Համար 3 ջան, եթե դուք իրականում կարմիր եք, Նիք վստահեք 4-ին։ 4 ջան։ Եթե դու հիմա կարմիր ես, ինձ հետ խաղա։ Նայ, էլի եմ ասում, եթե կարմիր ես, ինձ հետ խաղա։ Ես կարմիր եմ։ Ոչ մեկին չեմ կասկածում, որովհետև 50-50 են բոլորը ինձ համար։ Հիմա բոլորն էլ արթնանում են, ասում են, ես կարմիր եմ։ Հիմա ինչ չլինելու համար խաբված, բոլորդ ինձ համար 50-50 եք սիրելիներս։ Հաջորդ շրջանին կարողանամ իմ կարծիքը հստակ հայտնել։ Փաս։ Շնորհակալություն, համար 9։ Ողջույն բոլորին։ Ես խնդրում եմ, որ շերիֆը ստուգի համար 3-ին, որովհետև իր խոսքը ինձ էլ դուր չի եկել, 3 հոգու դուր չի եկել ձեր խոսքը, թող շերիֆը ձեզ ստուգի։ Ես մի քիչ չեմ ողջունում այս խաղաոճը, որ տեխնատություն չդրվի, երկրորդ ձայնի հնարավորություն չտանք, փորձեմ բացատրել ինչի, որովհետև բոլորը ասացին, որ կարմիր են, ես էլ եմ կարմիր, բայց սևերը ուր են։ Կավա չեն խաղում, ես խաղում ես այդ սևերը։ Երկրորդ ձայնի հնարավորություն տալուց հետո համանավանդ առաջի 1-ից 3 նստած խաղացողների համար լավ հնարավորություն է իրանց կարծիքը եւս մեկ անգամ ասելու, իրանց լսելու, որը որ օգնում է մնացած խաղացողներին։ Կհետևեմ այդ խաղաոճին, թեպետ չեմ ողջունում։ Ինձ դուր է եկել համար 6-ի տրամաբանությունը նույն ոճի մեջ, ինձ դուր է եկել համար 7-ի, մի քիչ համար 8-ի խոսքը, ովքեր որ փորձում են այս նույն ոճով գտնել սև խաղացող, այսինքն իրանց անհրաժեշտ է ավելի շատ խոսք, հաղորդակցություն միմյանց միջև, որպեսզի հասկանանք ովքեր են սևերը։ Փաս։ Շնորհակալություն, համար 10։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորին։ Մեծամասնության հետ խաղում եմ առաջի անգամ, ինչը ավելի հետաքրքիր է։ Ես փորձեմ անդրադառնալ արագ բոլոր խաղացողներին, քանի որ համար 10-ի վրա մի քիչ ավելի մեծ պատասխանատվություն է թողած։ Ի սկզբանե կիսելով 9-ի եւ 6-ի կարծիքը ես կողմ եմ կիսոցիով խաղել, որովհետեւ հնարավորություն տան կասկածելի անձանց եւս մեկ անգամ խոսեմ, բայց քանի որ սեղանի մեծամասնությունը փորձեց գնալ այդ ճանապարհով, որ տեխնատություն չդնենք, կարանք պոզիցիոնի դնենք, կիսենք, ոչ մեկ չհեռանալ, բայց ամեն դեպքում եթե ցանկությունը այդպես է, կարող ենք չկիսել։ Համար 1-ը 2-ը իդեալական բացում են արել իմ գնահատմամբ։ Համար 3 ջան։ Ես 9-ի եւ 7-ի կարծիքը միանշանակ կիսում եմ։ Դեռևս դու չես լսել համար 4-ին, բայց ասում ես ես կխաղամ համար 4-ի հետ։ Համար 4-ը ես 3-ի եւ 4-ի մեջ տարբեր գույներ եմ տենում։ Համար 8 ջան, քեզ էլ կարծում եմ պետքա հետաքրքրի ոչ թե 4-ն է կասկածելի, այլ 3-ն է կասկածելի։ Լավ։ Ժամանակ, շնորհակալություն համար 10։ Շնորհակալություն։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր է։ Հազվագյուտ դեպքերից է,
երբ ոչ մի տեխնացություն չի առաջադրվում, ոչ մի աժիոտաժ չկա եւ քիչ հետո մենք գիշերելու ենք, քնելու ենք, այսպես ասած, բայց ես կուզեի, որպեսզի մինչև քնելը բարձր ծափարություններով ողջունենք մեր այսօրվա սեղանի շուրջ նստած կանանց, մեր գեղեցիկներին, որպեսզի հանկարծ ու հանկարծ, շատ ավելի բարձր տղամարդիկ, որպեսզի հանկարծ ու հանկարծ գիշերվա ընթացքում նրանցից ինչ որ մեկը եթե լքի մեր սեղանը, մենք չափսոսանք նրա համար, որ չծափարեցինք այդ հրաշքին։ Համաձայն եք, չէ՞։ Գիշեր։ Արթնանում են սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 9-ին։ Շնորհակալություն։ Արթնանում է Դոնը, փորձում է գտնել շերիֆին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Արթնանում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգեց եւ գտավ կարմիր խաղացողի։ Շնորհակալություն։ Բոլորի աչքերը մնում են փակ։ Համար 9։ Ձեր կողմից կասկածվող 3 սևերի թվերը։ Նա կարողացավ գուշակել միայն 1 սևի, որի համար չի ստանա մրցաշարային հավելյալ միավոր։ Արավոտ։ Ինչպես հասկացաք, այս գիշեր մեզ լքում է համար 9։ Համար 9 1 րոպե։ Շատ ցավում եմ, որ ինձ կրակեցին հանեցին խաղից, ես խաղին օգտակար կլինեի հաստատ։ Ովքեր որ կողմնակից էին քվեարկություն չլիներ, համար 1-ն էր, ես համար 1-ի խաղավոճը գիտեմ, որ ինքը այդպես է սիրում խաղալ, իրան ավելի կարմիր եմ տեսնում, բայց իրենից հետո շատ համար 2-ին դա դուր եկավ, ինձ թվում է համար 2-ն էլ պիտի ստուգվի, բայց ամենաշատը դա դուր եկավ համար 3-ին, դրա համար ես հնչեցրի համար 3-4, ովքեր որ եւ համար 7-ը, որովհետեւ համար 7 դուք շատ ակտիվ ուրախացած հասակեց, ինչեւ ձեզ հասավ խոսքը, դուք շատ ուրախ եք, որ այդպես գնում առանց քվեարկությունների։ Դե համար 6-ը չուզեց, համար 8-ը չուզեց, ես չուզեցի, 10-ը չուզեց, որ տենց խաղանք։ Մենակ դուք եք ուրախ, դրա համար ես դե ձեզ տեսնում, դրական շրջանից լրիվ նորմալ է, որ ես սխալվեմ։ Այդպես, շնորհակալություն, մաղթում կարմիրների հաղթանակ։ Շնորհակալություն համար 9, ճանապարհ ենք համար 9, շնորհակալություն խաղի համար։ Կրակեցին, բայց ինձ փրկեց տակտիկալ բունկերը ժիլետը։ Սևերը վախկոտ են, չթողեցին մնամ խաղի մեջ, որտեղ իրենց հաստատ կբացահայտեի, թեպետ 2 սևին ճիշտ ասել եմ։ Կարմիրները հույսով եմ ինձ կլսեն, շերիֆը կստուգի, կարմիրները պիտի հաղթեն այս խաղը, սևերը թույլ էին։ Սկսում ենք քննարկման հաջորդ շրջանը համար 2-ից, համար 2։ Շնորհակալություն։ Խնդրում եմ ընդունեք համար 3-ի տեխնատություն։ Համար 3 ընդունված է։ Ամեն դեպքում սեղանի շուրջ մեծամասնությունը կարծում եմ կասկածում է համար 3-ին, զուտ հենց առաջինը այն փաստով, որ առանց 4-ի խոսքը լսելու ասեց խաղում եմ համար 4-ի հետ, բայց ամեն դեպքում համար 3 ջան, հնարավոր է ձեր խոսքից հետո կարծիքս փոխեմ եւ քվեարկեմ ուրիշին։ Այս պահին ինձ համար կասկածելի է համար 8-ը, կցանկանամ եւս մեկ անգամ իրեն լսել արդեն հերթին, վստահում եմ համար 6-ին իր խոսքից, մնացածը դեռ ինձ համար հարցական են։ Այսքանը փաց։ Շնորհակալություն, համար 3։ Շնորհակալություն, այդ տեսեք ժողովուրդ, այն որ ասում է սկսում է ժղայնանալ խաղից, ինչի համար այտենց միանգամից համար 3-ի, որ համար 7-ը ասում է համար 4-ին չես լսել, խաղում ես համար, նույն բանը արեց համար 7-ը, համար 8-ի նկատմամբ, մենք դու էլ չէիր լսել համար 8-ը, չխոսած ասել մի բան, համար 8-ը շատ ուրախ է, տոլի ինչ որ բան, նույն բանն էլ դու արեցիր համար 10 ջան խոսքի, նույն բանն էլ ինքը արեց, նկատած կլնես երևի։ Հիմա ինչ ասեմ, 7-ը սև է միանգամից չի լինում այտենց խաղել, մի քիչ թողեք խոսանք, մի քիչ բան անենք, այնա մի հատ կարմիր արդեն հելավ։ Ասեք, ոնց ասեմ, չի լինում այտենց։ Հիմա էլի եմ ասում, համար 4-ի հետ ուզում եմ խաղամ, փորձում եմ խաղամ, որտեղ ինքը իմ համար լավ կարմիր խաղացող է, կարմիր լինելով ուզում եմ իր այդ խաղամ։ Հեսա էլի կխոսա, էլի ինչ որ բաներ, դու էլ կխոսաս, շատ եմ ուզում որ դու խոսաս, նույնիսկ չգիտեմ, համար 7-ը իմ համար սև խաղացող է, սենց ասեմ։ Որտես բռնվեց միանգամից դրան ու սա խաղը տարավ նրան ու համար 2-ը արդեն, համար 8, չգիտեմ, սա արդեն համար 3-ը, համար 3, այդ թող ստուգի, ինձ համար 9-ի հորդորով շերիֆը երևի ստուգել է, ինձ չգիտեմ, Շնորհակալություն համար 3։
Համար 4։ Ну, հա, սևերն են մենակ իմանում, թե ովքեր են կարմիր, հստակ 4 տեսնելը դա կասկածի ատանում։ Ընդունեք համար 10-ի տեխնացիոնը։ Համար 10 ընդունված։ Համար 10-ի առաջին շրջանի խոսելը դուրս չեկավ, ինչի, որտեղ ոչ մի կոնկրետ բան, ու մեկ էլ երազում էր, թե պետք է ժամանակը սպառվի, որ հանկարծ չբոցեցնի ընթացքում, то есть նա պրոմախ չտա, էլի, որ ասեցին ժամանակ գիտես ինչ լավ զգացի, դա ուրախացա։ 10 ուզում եմ, հա, կլսեմ, միանշանակ կլսեմ, բայց որ 3-ին էլ կա, այդ լավ է, 3 ու 10 կարծում եմ ընտրության հնարավորություն կունենանք։ Իրաք սաբդանը ճիշտ ասա։ Կուզեմ, որ համար 8-ը ստուգվի, համել կուզեմ համար 1-ը ստուգվի, որտեղ ավելի հեշտ կլինի խաղը ու ավելի հեշտությամբ կարանք, եթե կարմիր է համար 1-ը, ուրեմն շատ արագ ու շատ կարելի է ախտերակի գնալ։ 10-ի տեխնացիոնը խնդրում եմ ընդունեք, շնորհակալություն, վերջ։ Շնորհակալություն համար 4, համար 5։ Ինչ դժվար է ինձ համար։ Սևերը հանեցին ին համարին կարմիր, ինձ համար, որովհետև կարմիրը ուժեղ խաղացողերին է։ 7 համարը ես շատ եմ սիրում, բայց կուզենամ, որ շերիֆը մի հատ 7 համարին ստուգի իր աշխույժ պահելու համար։ Զուտ։ Այսքանը։ Փաս։ Շնորհակալություն, համար 6։ Մինչև համար 6 հասնելը հիմա մենք ոնց որ բոլորս կենտրոնացանք համար 3-ի վրա, ես էլ եմ խնդրում եմ ընդունեք համար 3-ի տեխնացությունը։ Համար 3 հաստատված է։ Ըստ ինձ 3-ը ինչ որ մի բան կա, շատ էմոցիոնալ է խաղը, մի քիչ ավելի ուրիշ ձևով է, իհարկե երբևիցե չեմ խաղացել, բայց իրոք ես էլ եմ այդպես կարծում, բայց այդ նույն ձևով ոնց որ 3-ը ասեց 4-ի հետ կապված, 4-ը ասեց 8-ի հետ կապված, որ 4-ը 8-ի հետ ոնց որ ուզում են խաղալ, 4 չեք լսում, լսեք ինձ, որտեվ եթե գտնենք կարմիրներս իրար, ճիշտ թիմ հավաքվենք, 7-ը իմ համար կարմիր խաղացող է, այսպես զգում եմ, եւ համար 5-ն էլ ձեզ եմ տեսնում կարմիր խաղացող, համար 2-ի հետ եմ ուզում թիմի մեջ լինեմ, համար 10-ը թողել է էլի խոսա, համար 8 ջան, չգիտեմ։ 10 վայրկյան։ Կլսեմ ձեզ, հետո նոր կորոշենք ինչ կանենք։ Փաս։ Շնորհակալություն, համար 7։ Ես առաջարկում եմ շերիֆին, իմիջիայլոց ասեմ, ես այս վերջին խաղերը այնքան լուր եմ խաղաց ու հոգնած, այս անգամ տրամադրությունս շատ լավ է, որովհետև ես սիրում եմ կարմիր խաղալ, ովքեր ինձ հետ խաղացել են շատ լավ գիտեն ու ես սիրում եմ կարմիրների հաղթանակը տոնել, համար 3 ջան։ Համար 8-ի ուրախությունը ինչ որ ոնց բացատրեմ, միանգամից գիշերվանից հետո սկսեց, հասկանում ես, եթե ես մինչ այդ էլ էի ուրախ, իր մոտ մի քիչ ավելի բացահայտ սկսվեց, բայց ես չեմ ասի, որ ինքը հիմա սև է, որովհետև հստակ չգիտեմ, 50-50 է, բայց քո ասածը, որ ես 4-ի հետ խաղում եմ դեռ 4-ը չի էլ խոսել, 4-ը իր համար նստած է, դու 4-ի հետ ոնց ես խաղում, ես առաջարկում եմ շերիֆից ստուգի ինձ միանշանակ ինձ, տա 2 կարմիր ընդամենը խաղին, գոնե իշմարով էլի, մի հատ հասկանանք ու հաղթենք խաղը, սա շատ հեշտ է լինելու, շատ հեշտ։ Ես կարմիր խաղացող եմ, վստահ ասում եմ, շերիֆ ստուգիր ինձ։ Ժամանակ, շնորհակալություն, համար 8։ Ուրեմն կարմիրներ ջան, հնարավորինս ուշադիր խաղացեք։ Համար 7 ջան, դու եթե իրականում կարմիր ես, չնայած կերևա ընթացքում, դու պետքա հստակ տեսնեիր, որ ես շատ տխրեցի, որ համար 9-ը խփվեց գիշերը եւ գնաց։ Եթե դու հակառակն ես տեսել, ինձ համար քո խոսքը սևական է եւ այո, այս գիշեր շերիֆ ջան ստուգի համար 7-ին, վստահաբար։ Ոչ մեկին չեմ հավատում, 50-50 են բոլորը ինձ համար։ Ես չգիտեմ, մեկ ջան, չգիտեմ, ես ուզում եմ կարմիր լինես, քո հետ խաղամ, ուզում եմ 7 ջան, դու էլ լինես կարմիր, քո հետ էլ խաղամ, ովքեր որ կարմիր են, ուզում եմ իրանց հետ խաղամ, մնացածի խոսքը կլսեմ համար 10-ը, 10-ի խոսքը շատ կարևոր է ինձ համար, հասկանամ ինչ է, փաս։ Շնորհակալություն, համար 10։ Ընդունեք 8, ընդունեք 3։ Համար 8 ընդունված է, համար 3 հաստատված է։ Երկրորդ շրջանն ենք պրտտվում ու բոլորը ձեր համար դեռևս 50-50 են, դա նորմալ չի էլի։ Դրանից ավելի լավ սև խաղ չի լինում, դրանից ավելի վատ սև խաղել չի լինում։ Եվ համար 3 ջան, ձեզ եմ ուզում անդրադառնամ, համար 3 համար 4, խնդրում եմ ուշադրություն, էլի նախորդ շրջանին ես նույնիսկ այնքան խոսեցի ժամանակս չհերիքեց։ Իսկ դուք ինձ ասում եք, որ ես շատ ուրախացա։ Հետո ես չեմ ասել 3-ը սև է, ասել եմ 3-4-ի մեջ տարբեր գույներ եմ տեսնում ու դա պատճառաբանել եմ, մեկնաբանել եմ թե ինչի համար։
3-ը իմ համար խնդիր է, որովհետև առանց ձեր խոսքը լսելու 3-ը ասել է, որ ուզում եմ խաղամ 4-ի հետ։ 7-ի 8-ի մեջ ինչի է իմ համար տարբեր գույներ, որովհետև այո, 3 ջան ճիշտ եք ասում, այդ նույն բանը 7-ն է ասել 8-ի հետ կապված։ Ես եթե կհիշեք նախորդ շրջանին էլ եմ ասել, որ 8 ջան քո համար պետք է ավելի մտահոգիչ լինի ոչ թե 4-ը, այլ 3-ը, էդ էլ եմ ասել։ Հիմա ընդունեք 8, ընդունեք 3, իմ ձայնը առաջինը գնալու է համար 3-ին մեծամասնության հետ, հետո համար 8-ին, պաս։ Շնորհակալություն։ Համար 1։ Տեսեք, նախորդ խաղից ես չեմ չի կարելի խոսել, բայց sense մի բան ասեմ, ես շերիֆ էի եւ ինչ որ մեկը ասեց, մեկին ենք անում, բոլորով իրար հետ անի, հիմա ես տեսնում եմ 3-ին են սա ուզում անեն։ Այդ եմ ուզում հասկանամ։ 6-ը 3-ի դեմ քշեց, 7-ն է, 8-ն է։ Ինչ ես դու ասում ես, вообще ընդունեք 8-ի տեխնացիոն։ Դու շատ բան ես խաղում, դու սև խաղացող ես, քո սև խաղն ես խաղում։ Ուրեմն մի քիչ пассива 5 ջան, մի քիչ ավելի բան խաղացեք նախորդ խաղի։ Ես կուզեմ իմ համար երկուսը կարմիր է դառնում, հիմա նայեք, sense մի հատ տարբերակ կա, երբ որ մեկին ասում ես կարմիր է, ասում ես, հա, ուրեմն դու ես։ Խաղը ունի իր օրենքները, ընդունեք 8-ին ենք անում։ Գիշերն ստուգում է 3 ինչ մի թեմա ենք սարքել կար 10 վայրկյան բոլորն են ասում 3-ը սեվա что-то странное չէ լինում համար 4 ժամանակ շնորհակալություն համար 1 շնորհակալություն եւ այսպես սիրելի բարեկամներ ունենք 3 առաջադրված տեխնացու դրանք են համար 3 համար 10 եւ համար 8 կրկնեմ համար 3 համար 10 եւ համար 8 ովքեր են կողմ որ խաղը լքի համար 3-ը շնորհակալություն 0 ձայն ովքեր են կողմ որ խաղը լքի համար 10-ը շնորհակալություն 1 ձայն եւ ովքեր են կողմ որ խաղը լքի համար 8-ը մնացած 8 ձայները եւ այսպես դե գնացեք կրվեք համար 8 շերիֆն էի ես ստուգել էի համար 9-ին կարմիր խաղացող էր գիշերը խփեցին մնացեք առանց կարմիրի ինչ ասեմ ինձ թվում է ծով ջան դու սև ես դու էլ ես սև հաջորդ սևն էլ երևի թե կամ 4-նա կամ 3-ը չգիտեմ շատ ծիխի էի խաղում շատ վատ եղա որ քվեարկությամբ ինձ հանեցիք բայց համար 10-ը սևական է լրիվ խաղում լրիվ սևական է 4-ն էլ է ինձ համար սևական ճիշտ եմ չէ ինչի հանեցիք Շնորհակալություն համար 8 ճանապարհենք համար 8-ին կհանդիպենք դեռ անպայման կհանդիպենք Առանց շերիֆ շատ դժվար կլինի հասկանալով ով է Նանանդ որ առաջի համարը սև էր ոնց հասկացա Խոսքով Սպասում կես քվեարկել նոր ես ասում դու շերիֆ Գա իհարկե Դու պետք է ասել ես եմ շերիֆը ու չքվեարկեին քեզ Կարմիրները չէին քվեարկել Արմինեն վատ բացվել Սպասեցիր հանեցին նոր ես ասում Քեզնից է այս պրոյգրիշը քեզնից է գնալու Կարմիրները պրավալի չէ Գիշեր Սևերը դուրս են գալիս որսի եւ ցույց են տալիս իրենց հերթական զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 4-ին։ Արթնանում է Դոնը եւ փորձում է գտնել շերիֆին։ Դոնը չստուգեց ոչ ոքի, քանի որ գտել էր շերիֆին։ Արթնանում է շերիֆը։ Շերիֆը չստուգեց ոչ ոքի, քանի որ խաղի մեջ չէր։ Շնորհակալություն։ Արավոտ Համար 4 Չգիտեմ, 10-ը ինձ համար սևը, չգիտեմ, 10-ը խոսելն անգամ վերևը խոսում ենք, լրիվ ուրիշ ձևի հանգիստ բան, ինչ-որ լարված 10-ի մեջ սև տեսնում, շերիֆ կա ուրիշ, ունենք շերիֆ ուրիշ, այսին հավատում ենք, որ համար 8-ը շերիֆ է եղել, չենք հավատում, լավ, մի քիչ շատ չշերիֆական դուրս եկավ, դա էր պատճառը, ու ամեն դեպքում կուզեմ, որպեսզի հաղթենք, կարմիր եմ եղել, Համար մեկ մի քիչ ոնց որ ձեռագիրը դուրս չի գալիս։ Թե չէ։ Ճաշակը տանգել։ Երևի չի բացառվում։ Համար 1 նկատողություն։ 2 հատ։ Շնորհակալություն։ Կրակեցին իհարկե գիշերը, բայց իշնորհիվ տակտիկալ բունկերի ես
պաշտպանիչ ժիլետի, հա, ես երբ թե ողջ մնացի։ Խաղը միանշանակ պարտված ենք, նույնիսկ կասկածը չկա, որտեղ հիմա երևի հեսա մի ուղղել կանեն կարմիրին, մաքրք։ Սկսում ենք օրվա քննարկումը, համար 3։ Համար 7 ջան, խաղում եմ քո հետ, ինձ թվում է իմ ասածը քեզ ինչ-որ բան կասի, ու նաև կարմիր խաղացողներին, համար 8-ը միանշանակ սև խաղացողա գնացել, շատ լավ է դա, կստուգվի համար 10-ը, բայց դեռ չգիտեմ, համար 1, չգիտեմ, մի քիչ համար 1-ի վրա եմ կասկածում, որովհետև համար 1-ը իմ համար ապասնի խաղացող է, կստուգվի համար 10-ը, համար 7-ի հետ եմ խաղում, միանշանակ կարմիրներին խորհուրդ եմ տալի խաղալ համար 7-ի հետ, ընդունեք տեխնալություն համար 10։ Համար 10 ընդունված է։ Ինչի համար, այս պահին իմ համար ամենասևական խաղը խոսալուց ես ամենասևը դու ես խոսում։ Ուրիշ սև իմ համար այս պահին չկա։ Շնորհակալություն համար 3, համար 5։ 150 կիլոգրամի համար ավելի լավ է բարձրացնեմ, քան ես սև խաղացող մանգամ, այնքան խառն է, չեմ կարող կոնորոշվեմ։ Ես երրորդ համարի հետ համամիտ եմ, 10 համարը ինձ համար նույնպես ոնց որ սև է խաղում, իմ կարծիքն է դա, որ սև ես խաղում, ու կասկածում եմ երկրորդ համարի վրա, որ նա սև խաղացող է։ 7-ին ասել եմ շերիֆ ստուգի, բայց շերիֆը ես չեմ հավատում, որ 8 համարը ինքը շերիֆ է գնացել, ինքը իմ համար կարմիր է գնացել, սև է գնացել։ Տեսնում եմ կարմիր խաղացող 6-ին, կուզենամ 7-ն է լինի, առաջի համար ու 3, 12-ը սև ինձ համար, 10, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ համար 5, համար 6։ Չէ, համար 5 ջան, ձեզ հետ համամիտ չեմ այս անգամ, որովհետև եթե սենց հիմա ոնց որ 3-ին եք ուզում թիմ վերցնեք, 10-ը առանձնապես տենց ոչ մի բան չի ասել, որը որ իրան կարար սևացներ։ Ես չգիտեմ համար 8-ը ինչ էր, եթե շերիֆ էր, ուրեմն մենք շատ վատ դժվար խաղ ենք ունենալու, որովհետև կամ սևա գնացել, կամ դե շերիֆներ, բայց սենց չգիտեմ, շատ դժվար կլինի։ Մեկը իմ համար 3-ը, կներեք համար 3 ջան, ձեզ շատ հարգում եմ, ձեր խաղը շատ հարգում եմ, սիրում եմ, բայց դուք հիմա իմ համար սև եք խաղում, խաղամ 2-ի հետ, խաղամ 7-ի հետ, խաղամ 10-ի հետ։ Համար 5 ջան, դուք էլ իմ համար մի քիչ հիմա սևացաք։ Խնդրում եմ ընդունեք համար 3-ի տեխնացությունը։ Համար 3 ընդունված է։ Փաս։ Շնորհակալություն։ Համար 7։ Ես ուզում եմ հավատամ համար 3-ին, բայց ինչ որ ներքին ձայնս ասում է, ես ուզում եմ էլի լսել, անընդհատ լսել, որովհետև ես իսկապես կարմիր խաղացող եմ ու վտանգը մոտենում է ինձ, ես դա զգում եմ արդեն։ Իմ կարծիքով 8-ը սև խաղացող է գնացել։ Ես 3-ին այդքան էլ չեմ վստահում դեռ։ Ես 1-ին չեմ վստահում։ 10 վայրկյան։ Ուզում եմ հասկանալ, բացի 3-ից կա տեխնատություն, ուրիշ մեկի վրա, 10-ի վրա։ Խնդրում եմ ընդունեք 5-ի տեխնատությունը։ Համար 5 ընդունված է, ժամանակ, շնորհակալություն։ Համար 10։ Նայեք ժողովուրդ ջան, երբ որ 7-ը ասեց, որ շերիֆին խնդրում եմ ինձ ստուգի, 8-ը միանշանակ սև խաղացող է գնացել, ուրիշ ոչինչ չունենալով ասել, Հելավ ասեց 7-ին ստուգել եմ կարմիրը, 7-ի կարմիրը բոլորիս համար ակնհայտ է։ Հիմա համար 3 ջան, դու 7-ի հետ խաղում ես, չէ՞, բայց ասում 7-ի հետ խաղում եմ, դու իմ դեմ տեխնատություն ես դնում։ Համար 5 ջան, դու 7-ի հետ խաղում ես, ճիշտ է։ Չխոսակ, էլի ֆոլ մի ստացի, ժեստով խաղում ես, բայց 7-ի հետ խաղում եմ, 6-ի հետ խաղում եմ, իմ տեխնատությունը եք դնում։ Իմ համար, տեսեք, նախորդ շրջանին ես ասել եմ իմ ձեռը գնալու է 3-ին, բայց քանի որ շատ ավելի ակնհայտ սև էր 1-ի խոսալուց հետո համոզիչ 8-ը, ես շոժը քննարկեցի 8-ին 8-ը գնաց։ Իմ համար առաջվա պես հաջորդ սևը մնում եք դուք, իսկ եթե մենք հիմա ամեն ինչ ճիշտ ենք անում եւ համար 5-ը առանց արգումենտի դնում է իմ տեխնատությունը, ուրեմն իմ համար տրոյկա սևերը պետք է նստած լինեն 8, 3 եւ 5-ում։ Ընդունեք համար 3, 5 ջան, մյուս կողմի խոսակը քննարկենք, ընդունեք համար 3 պաս։ Շնորհակալություն համար 10, համար 1 րոպե։ Տեսեք, նորից նախորդ ցերեկվա պես էլի ինձ դուրս, ոնց որ պես տպավորությունից որ մի քան 4 հոգի լինեն սևերը։ Ասենք մեկը գնացել է համար 8-ը եւ 3 հոգի նստած են, որոնք
Էլի 3-ի վրա են քշում։ Այդ դուրս չի, բոլորը ասում են 3-ը։ Այսինքն 3-ին են սեյվացնում։ Համար 7 դուք եք սեյվա, ես ձեր հետ չեմ խաղացել։ Ես ձեզ հետ չեմ խաղացել։ Սեյվ չի, մնում կարող է իրար հետ եք սեյվ իրար վրա եք սենց։ Ես ուզում եմ 10-ին հանեմ 8-ին պրացիվավես։ Ես կքվեարկեմ 10-ի դեմ, համար 5 կարմիր եք, համար 6-ին չեմ հավատում, որտեվ էլի 3-ի վրա է քշում, հասկանում եք, ես չգիտեմ ինչա կատարում, 3-ը նախորդ խաղի պես։ 10 վայրկյան։ Ընդունեք 10-ի տեքտացիա 10 սեվա ուզում եմ իմաստուխոյ կրի։ Դրա համար կպած ուզում եմ 3 անի։ Ես 10-ի դեմ շնորհակալություն համար 1, համար 2։ Շնորհակալություն։ Համար 1 ջան, որ ասում եք 8-ը սև է գնացել, հետո ասում եք համար 10-ին ենք հանում նրա համար, որովհետև 8-ը ասել է շերիֆա։ Երկու բանը նույն խոսակցության մեջ է, ամեն դեպքում ես այս պահին ձեր կողմ ինչ-որ կասկած չեմ ուղում։ Համար 3 ջան, եթե դուք մեզ ինչ-որ մի բան ունեք ասելու կամ ինչ-որ նշան ունեք տալու, որ մենք ձեզ խաղից չհանենք, խնդրում եմ գոնե հաջորդ շրջանին բացվեք։ Ես դեմ եմ, որ այս պահին համար 3-ին հանենք, որովհետև իմ կարծիքով համար 3-ը մեզ դեռ բան ունի ասելու։ Ես համար 5-ին եմ կասկածում, որովհետև համար 5-ը մասնակիցների դուրս գալուց հետո կտրուկ ակտիվացավ ու չգիտեմ, իմ համար անհասկանալի էր համար 5-ի խոսքը, խնդրում եմ ընդունել համար 5-ի տեխնացությունը։ Համար 5 հաստատված է։ 10-ն էլ թող ստուգվի։ Համար 3 նկատողություն։ Եթե խաղի մեջ շերիֆ ունենք, հաջորդ շրջանին գոնե 10 վայրկյան։ 10։ Շնորհակալություն։ Եվ այսպես քննարկումներն ավարտված են եւ մենք արդյունքում ունենք 3 տեխնացու։ Դրանք են համար 10, համար 3 եւ համար 5։ Կրկնում եմ, համար 10, համար 3 եւ համար 5։ Եվ ուրեմն նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ։ Դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel։ Ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel։ Ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ եւ դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը։ Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը։ LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը։
379 գարեջուր, Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting աշխատողական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Ուշադրություն, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Եվ այսպես խաղը կիսվեց համար 10-ի եւ համար 5-ի միջև։ Այսինքն մենք լսելու ենք երկու խաղացողների։ Լսելու ենք 30-ական վայրկյան։ Համար 10, 30 վայրկյան։ Ժողովուրդ ջան, նայեք, ես խնդրում եմ արգումենտներին մի հատ լսեք, էլի ինչ եմ ասում։ Ախր ես չեմ խոսում օդի մեջ, ես ասում եմ 3-ը իմ համար խի ասել։ Բայց որ դուք 3-ին պաշտպանում եք, քիչ չի, համար 2 ջան, դուք էլ եք պաշտպանում, քիչ չի, էդ հələ սաղ մի կողմ, բայց որ 8-ին էլ եք կասկածում, որ սևա գնացել 2 շրջան 50-50 տվողին, դուք էլ եք իմ աչքին արդեն սևանում։ Ես կարմիր խաղացող եմ ու բոլոր շրջաններին արգումենտներով ասել եմ ում խի եմ հավատում, ում հետ խի եմ խաղում։ 6-ի սկզբանե իմ համար կարմիր խաղացողա չեմ քննարկել։ 7-ը շատ համար 5 Չգիտեմ ինչ ասեմ, շերիֆ, ես չեմ հավատում, էլ եմ ասում, 8 համար ինձ համար սև է գնացել։ Հիմա խնդրում եմ, եթե շերիֆը մեջն է, ժամանակն է բացվի ասի, որ կարմիրները կարողանան ճիշտ խաղալ։ Ես կարմիր խաղացող եմ։ Չգիտեմ, այսքանը փաս։ Շնորհակալություն։ Եվ այսպես կրկին քվեարկում ենք։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ Շնորհակալություն, հետևաբար 4 ձայն եւ հետևաբար համար 5։ 1 րոպե մահախոսական։ Ինչ ասեմ, որը տենց հա չհավատացի, որպես չեմպիոնի խոսք, ես ճիշտ եմ ասում, կարմիր եմ։ Սևեր ջան, հաղթեք, իրանց հասնում է։ Ստեսություն, շնորհակալություն։ Երևի եկել էի պարտության հետևի ճիշտն ասած, չգիտեմ ոնց, բայց չէր ստացվում ինձ մոտ այս խաղը։ Իմ մոտ մենակ լավ ստացվում է ծանրություն բարձրացնելը։ Ամեն մարդ իր մասնագիտությունը ընտրում է ի վերուստ։ Թին բացարձակ չէի հավատում, որ նա հենց միջև վերջել ասեցի, որ ինքը սև խաղացող է, այ 6-ին։ Չէի պատկերացնի, որ կարող ասատի։ Դե գիտեք ինչ ունենում է սկիզբ այս կյանքում։ Այդ ամենը ունենում է նաև վերջ, ուրախալի վերջ, մի փոքր տխրահարճակ վերջ։ Ես չգիտեմ, թե սա որ դեպքն է, բայց ես ուզում եմ ազդարարել այսօր հաղթանակ սևերին։ Եվ այսօր սև խաղացողներն էին համար 1, համար 3 եւ համար 6-ը։ Խաղի շերիֆն էր համար 8-ը։ Ay, շատ լավ է։ Շատ լավ է, շերիֆ դրնեցի, էլի մտա։ Что такое? Նախորդ խաղի ուրա։ Դա շերիֆական խաղ չէ, Այդ շերիֆ չէր։ Դրա համար վերցրել էին վրա շերիֆի թեվան։ Այս գիտեի, որ դու սև ես։ Շատ լավ խաղ էր, այսպես ասած, գրեթե համարյա լժե շերիֆ բացվեցի, դե շերիֆից հետո, որտեվ շերիֆը համոզիչ չխոսած, օգտվելով առիթից, այսպես ասած, իշմարով ցույց տվեցի, փորձեցի համոզեմ կարմիրներին, որ շերիֆն եմ,
ու խաղը շուտ ավարտվեց։ Իրականում մենք սկզբի շիշտ ուղությամբ էինք գնացել, 3-ի վրա էինք տեխնացությունը դրել ու արդեն մեկին էինք կասկածում, ուղղակի մի քայլ երևի հետ ընկանք ու սխալ մարդու հանեցինք։ Իրականում շերիֆն էր իմ կարծիքով մեղավոր, որովհետև մեր համար անվստահելի շերիֆ բացվեց ու մենք խաղը սխալ գնացինք։ Մեր թիմը, Կարմիրների թիմը շատ վատ խաղացին եւ հատկապես համար 8-ի մասին է խոսքը։ Առաջին եւ երկրորդ շրջաններում այնքան վատ խաղաց, բոլորս ուղղակի միաբերան, միաձայն համոզված էինք, որ ինքը սև է եւ իրեն ճանապարհին որպես սև խաղացող։ Ասեցի, որ հաղթելու ենք, հաղթեցինք, իհարկե սև էինք էլ, իմ սիրած քարը չէր, բայց խաղը լավն էր, ու մենք ցած բոլոր սևերով 3-3 ընտիր խաղացինք։ Նախորդ խաղից գժված էի, վերջապես տեղն եկա, ես դոնն էի։ Վստահ եմ, մենք շատ լավ խաղացինք։ Փրկեցի երրորդ համարին, Էմիլին եւ ինչպես ասում են, սուխոյ չոր եւ ցամաք վերջապես գրեցինք, որի համար շատ ուրախ եմ։ Այս խաղները այսպիսին էր, սիրելի տիկնայք եւ պարոնայք, եղեք առողջ, ուրախ, երջանիկ եւ երբեք չմոռանաք ձեր երազանքների մասին։ Երազեք, ձեր երազանքներն անպայման կատարվելու են, իսկ կրակոցները մեր կյանքում թող հնչեն միայն մաֆիայի սեղանի շուրջ։ Կհանդիպենք։ Մաֆիան քաղաքում